Վրացական երազանքն առաջիկա օրերին դատական հայց կներկայացնի Սահմանադրական դատարան պահանջելով արգելեր 3 ընդդիմադիր կուսակցություններին։ Հայցինի պատասխան ազգային շարժումը հայտարարել է դատական պայքարի մասին։ ԼԼ կուսակցությունը համերաշխություն է հայտնել Գախարյան հան Վրաստանի կուսակցությանը, որի անդամների համար անհասկանալի է, թե ինչ հիմքով է վրացական երազանքը ԼԼ-ին ներառել հայցի մեջ։ Ինչ վերաբերում է Գիրչի կուսակցությանը, նրանք կարծում են, որ քաղաքական կուսակցության արգելումը խոսքի ազատության արգելք է։ Իսկ ըստ իշխող կուսակցության Վրաստանի քաղաքական դաշտը վնասվել է եւ այդ դաշտը պետք է մաքրվի։ Հայցի համաձայն արգելքը կվերաբերի ազգային շարժում նոր ու ԼԼ կուսակցություններին։ Վրացական երազանքն իր պահանջը հիմնավորում է խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի կողմից պատրաստված 500 էջանոց եզրակացությամբ։ Հեռուստաընկերություններից մեկի եթերում Վրաստանի վարչապետը խոսել է սահմանադրական հայցի մասին։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական երազանք կուսակցությունն ամեն անգամ մանդատ է ստացել վրաց ժողովրդից, բայց դա բավարար չէ։ Գլխավոր այնն է, որ պետք է պաշտպանվեն երկրի շահերը։ Վարչապետի խոսքով ընտրություններում հաղթանակը վերջին հաշվով իշխող թիմին հնարավորություն չի տալիս երկրում հաստատել լիարժեք քաղաքական ժողովրդավարական համակարգ եւ այդ պատասխանատվությունը հաշվի առնվել սահմանադրական հայցը պատրաստելիս։ Վրաստանի կառավարությունը նամակ է ստացել Եվրամիության պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանից, որում նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանն ամենաբարձր մակարդակով արտահայտված հանձնառության եւ արդեն իսկ ձեռնարկված քայլերի համար, որոնք ուղղված են Եվրամիության կողմից ընդդեմ Ռուսաստանի կիրառված պատժամիջոցները չշրջանցելուն։ Նամակը հրապարակել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների ու կապիտալի շուկաների միության գլխավոր տնօրինության Ջեյքոբ Սալիվանի կողմից ստորագրված նամակում նույնպես ընդգծվել է Վրաստանի իշխանությունների շարունակական պատրաստակամությունը քննարկելու պատժամիջոցների շրջացման հետ կապված հարցերը։ Իշխող թիմն անդրադառնալով նամակին նշել է, որ այդ հայտարարությունն առաջին դրական գնահատականը չէ այն մասին, որ Վրաստանում երբեք հնարավորություն չի եղել շրջանցելու պատժամիջոցները։ Վրաստանը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի նստաշրջանին, որն առաջին անգամ անցկացվում է Ուզբեկստանում։ Միջոցառումը հյուրընկալում է Սամարղանդ քաղաքը։ Նստաշրջանի օրակարգում է մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման հետ կապված հարցերի քննարկումը։ Վրացական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարարությունը։ Վաղը համաժողովի շրջանակներում մասնակիցների առջև ելույթ կունենա Մակաբոջորիշվիլին։ Նստաշրջանին զուգահեռ անցկացվող ցուցահանդեսում կներկայացվի վրացական տաղավար, որտեղ հյուրերը կծանոթանան վրացական մշակութային ժառանգության հուշարձաններին եւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը, այդ թվում քվեური գինեգործության ու վրացական պոլիֆոնիկ երաժշտության ավանդույթներին։ Սխաթամթյանեթի պետական ներկայացուցիչ Ալեքսանդր Զագաշվիլին ու մարզպետ Դիմիտրի Խունդաձը ներկայացրել են մարզի համայնքապետարանների նորընտիր քաղաքապետերին։ Հանդիպումների ներկային Սխեթայի, Դուշեթի, Թիանեթի եւ Ազբեգի համայնքապետարանի աշխատակիցներն ու կառավարվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Կառավարության ներկայացուցիչները նորընտիր քաղաքապետերին մաղթել են հաջողություններ եւ խոսել հետագա ծրագրերի մասին։ Ուշադրությունը հրավիրվել է նաեւ առաջնահերթությունների ու համակարգված աշխատանքի կարեւորության վրա։ Վրաստանի տարբեր մարզերի դպրոցներում նշվել է մեդիա գրագիտության օրը։ Նախագիծը կազմակերպվել էր հաղորդակցության հանձնաժողովի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեդիա ու տեղեկատվական գրագիտության շրջանակներում, որը ծառայում էր դեռահասների շրջանում քննադատական մտածողության զարգացմանը եւ մեդիա գրագիտության ու արհեստական բանականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Նախագծի շրջանակներում տարական եւ ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են տարբեր միջոցառումների։ Հաղորդակցության հանձնաժողովը նաեւ տեղեկատվական հանդիպում է անցկացրել մեդիա գրագիտության դերի վերաբերյալ։